Հոկտեմբերի 10-ից 31-ը կենտրոնացված քննության է մասնակցել բժշկական համալսարանում սովորող գրեթե 300 օրդինատոր, անհատական անցումային լիցենզիա ստանալու համար։ Լիցենզիան արդեն 6 տարի սովորած ապագա բժիշկներին հնարավորություն կտա ուսմանը զուգահեռ աշխատել շտապ օգնության ծառայությունում կամ բուժհաստատություններում, ավագ բժշկի ղեկավարությամբ։ Քննությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ արդեն հունվարի 1-ից անցումային այդ լիցենզիան կլինի պարտադիր պայման։ Սկզբում գրավոր տարբերակն է, հետո գործնականը։ Մենք գիտենք այս գիտելիքները համալսարանից, մենք պետական քննություններն ենք ավարտել, այս ամեն ինչը իհարկե գիտենք, բայց քանի որ վերապատրաստվում ենք, վերհիշում ենք, որ ավելի կատարելու գործ ենք մենք մեր մասնագիտության մեջ։ Թվում է ցանկացած բժիշկ պետք է իմանա այս ամեն ինչը, կապ չունի մասնագիտությունից, ատամնաբուժա, մաշկաբանա, պլաստիկ վիրաբուժա, որովհետև պետք է անընդհատ մենք կապ ենք ունենում մարդու կյանքի հետ։ Թեստային փուլը հաջողությամբ հաղթահարել է 225 ուսանող, գործնականը առայժմ 117-ը։ Օրդինատորները հնարավորություն ունեն քննության յուրաքանչյուր փուլը հանձնել 3 անգամ, մինչև այդ էլ 1 անգամ մասնակցել փորձնական քննության։ Թեստում կա 30 հարց, նրանք պետք է հավաքեն 21 բալ, այսինքն պետք է հաջողեն 70% եւ բարձր առաջադիմություն պետք է ցուցաբերեն, որ անցնեն հաջորդ փուլ։ 30-ից 21-ը պետք է ճիշտ լինի, որ անցնեն հաջորդ փուլ։ Նույնն էլ վերաբերում է մեր գործնական քննությանը, այստեղ նույնպես 3 առաջադրանք կա եւ յուրաքանչյուր առաջադրանքից նրանք պետք է ստանան առնվազն 70%, այսինքն նույն 30 միավորից նրանք պետք է ստանան 21 միավոր։ Գործնական առաջադրանքները 3-ն են եւ ինչպես թեստայինները վերաբերում են անհետաձգելի առաջին բուժօգնությանը։ Բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարել սրտի կանգի ժամանակ, ուժեղ արյունահոսության ժամանակ, եթե արկա է ավտոմատ դեֆիբրիլյատորը, արտաքին ավտոմատացված դեֆիբրիլյատորը։ Քննության եկած որոշ ուսանողներ, որոնք հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին գիտելիքի այս ստուգումների իմաստը չեն հասկանում։ Քննական հանձնաժողովի անդամ Անուշավան Վիրաբյանը պարզաբանում է, այս գործընթացի նպատակը որևէ բուհի աշխատանքը ստուգելն ու քարկոծելը չէ, այլ ինքներս մեզ հետ անկեղծ խոսելը։ Շրջանավարտներն արտակարգ իրավիճակներում որքանով են պատրաստ մարդուն վերակենդանացնող պարզ գործողությունների։ Բավական բաներ դրանք անցնում են բուհում, բայց երևի կարևորություն չեն տալիս, ասենք ես պիտի գինեկոլոգ դառնամ, ինձ համար սա է կարևոր, մյուսը կարևոր չի, բայց այդ նույն գինեկոլոգը ես խորագույն, մեծագույն հարգանքով յուրաքանչյուր մասնագիտության դա չի բանը։ Իր ներկայությամբ, հարևանությամբ մեկը ընկնում է, ինքը չկարողանա գոնե պահի կամ իր կաբինետում պահի այդ մարդուն մասաժով կամ ինչ-որ բան տվյալ դեպքի անհրաժեշտ գործողություններով, մինչև կգա մասնագիտացված խումբը, ամբողջ շաբաթակը սա է։ Առողջության ազգային ինստիտուտում, որտեղ կազմակերպվում ու անցկացվում են քննությունները, հերքում են լուրերը, թե ամեն բուժհաստատությունում աշխատելու համար պետք է առանձին լիցենզիա ձեռք բերել։ Շեշտում են, այս քննության արդյունքում տրամադրված մեկ փաստաթուղթը կիրառելի է բոլոր բուժհաստատություններում։ Հավելում են, որ լիցենզավորման այս գործընթացը հատուկ է բոլոր զարգացած երկրներին։ Ի դեպ, 2027 թվականի հունվարից էլ անհատական լիցենզիան պարտադիր է դառնալու բժիշկների համար։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։